Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, այսօր բոլորին դեմ եմ նախաձեռնության շրջանակներում, սրց ցույց տամ մեր ընկերներին, տեսակ մոտենան, ուրեմն իրազեկման ակցիա ենք իրականացնում Վանաձորում, ես ձեզ ցույց տամ կտրոնները, հետո անցնեմ մեր այսօրվա հրատապ լուրերին, այսպես ասած, ուրեմն տեսեք, ինչ, ահա, բոլորին դեմ եմ քվեաթերթիկ այլևս գոյություն ունի, որին դուք կարող եք տանը նստելու փոխարեն, եթե բոլորին դեմ եք, կարող եք գնալ եւ քվեարկել, ասել եւ որ բոլորին դեմ եք։ Իրազեկման։ Ահա։ Մի խոսքով, մեծը մեծ պատասխանատվություն է կրում, փոքրը փոքր, բայց բոլորն են պատասխանատու։ Հիմա տեսեք, այս բոլորին դեմին հեսա կանդրադառնամ, բայց այսօրվա լուրերը մեր հիմնական, գիտեք, որ եկեղեցի է մտել պարոն վարչապետը, հաջան, հա, ուրեմն պարոն վարչապետը մտնում է եկեղեցի եւ բնականաբար սկսում է պատերազմ, ինչպես ասում են, ամենաշատը պատերազմի դեմ իբր թե խոսացող մարդը հերթական անգամ սադրում է, համոզված ենք, որ իրան հաստատ զեկուցել են ընդեղ ով կան, ինչ տրամադրությամբ մարդիկ կան, բայց ամեն դեպքում որոշում է մտնի եւ սադրի, ըստ ինձ, միամիտ չէր, որ տենց չիմանար, որ գոնե մարդիկ, եթե նույնիսկ չգոռան, չբղավեն, չարտահայտվեն, իրանց մեջ այսպես հակակրանք են ունենալու։ Հա, եւ այստեղ ես հիշում եմ մի անեկդոտ, ուզում եմ անպայման ձեր հետ կիսվեմ այս անեկդոտով։ Ասում է նույն վագոնով մազոխիստը, զոոֆիլը եւ սադիստը նույն վագոնով գնում են ինչ որտեղ։ Հա, մազոխիստը գիտեք ով է, զոոֆիլը գիտեք ով է, սադիստն էլ երևի գիտեք ով է։ Մեկ էլ ճանապարհին էս զոոֆիլն ասում է, մի հատ ասում է կատու լիներ, այս կատվին ասում է բռնեինք, բռնաբարենք, այս սադիստն ասում է, չէ ասում է, միջև բռնաբարելը այս պատով տայինք, են պատով տայինք, են պատով տայինք, են պատով տայինք, նոր բռնաբարենք, այս մազոխիստն ասում է Միաու, հիմա Նիկոլն է, դու գիտես, որ գնալու ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում, որտեղ քո նկատմամբ հակակրանք կա, որտեղ կարան մարդիկ հույզերը չտիրապետեն, արտահայտեն, դու ինչի ես գնում կանգնում այդ կրանց մեջտեղ ասում, օպ, կներեք, Կիրովականը քամիների ծամպակաս է, Վանաձորը, կներեք, Վանաձորը, ուրեմն մի րոպե դենի վերցա հա հիմա և մի երկու բանով էլ անդրադառնամ մեր այսօրվա այս իրազեկման ակցիայի ժամանակ ինչին ականատես եղանք և ինչն էր հետաքրքիր։ Ուրեմն ժողովրդի մոտ հետաքրքիր մի բան կա, դե մի մասի իրոք բոլորին դեմ են։ Ոմանք շատ չէին, իհարկե ճանաչում էին մեզ, որ բոլորին դեմ ենք։ Ավելի շատ էին մարդիկ, ովքեր դեռ չգիտեն, որ տենց հնարավորություն կա, բայց հոգով սրտով բոլորին դեմ են։ Եվ այլ մարդիկ, որոնք կողմնորոշված էին, այդ կողմնորոշված մարդկանց արդեն առանձնակի մեծ ասելիք չունենք, իրանց քաղաքական ճաշակը, քաղաքական նախընտրությունը, իրանք ընտրությունների ժամանակ կքվեարկեն։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են այն մարդիկ, ովքեր տանը նստելու են, չեն գնալու ընտրությունների, այն պատճառաբանությամբ, որ բոլորին դեմ են, այսինքն չունեն նախընտրած թեկնածու։ Եվ այդ մարդիկ, քանի որ սովորաբար ընտրություններին գոնե չմասնակցողները 50%-ի չափ լինում են, արդյունքում 26, 25, 30%-անոց քվեն իշխանությունը դարձնում է 60%-անոց քվե եւ 60%-ով ասում է ես լեգիտիմ ընտրված ղեկավար եմ։ Այնինչ
իրականում ընտրողների 25 կամ 30%-ն է իրան ձայն տվել։ Անցած ընտրություններում 21 թվականին 26%-ն է քվեարկողների 26.5%-ն է, որ Նիկոլին ձայն է տվել, բայց դա վերջնահաշվարկում դարել է 53% եւ ասում է, որ լեգիտիմ է մարդ։ Մի խոսքով, դրա համար մենք ասում ենք տանը մի նստեք, եթե դուք բոլորին դեմ եք, ապա խնդրում եմ եկեք ընտրատեղամաս եւ քվեարկեք բոլորին դեմ եմ։ Մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք քվեաթերթիկը Այսել հանդիպում ժողովրդի հետ քննարկում իրազեկման ակցիան։ Հա, հիմա տեսեք, բայց ինչ հետաքրքիր բան կար։ Այն մարդիկ, ովքեր կողմնորոշված էին, այդ մարդկանց շրջանում փոքր-ինչ այսպես լարվածություն ու ագրեսիա կար։ Ագրեսիա բացահայտ չէ, նշի որ աշներս հանել են, բայց ամոթանք տալ բան։ Նրանց մոտ ովքեր գործող իշխանություններին են համակրում։ Եվ իրանք տենց վստահ են, որ այ օրինակ եթե դու բոլորին դեմ ես, ուրեմն դու, չգիտեմ, նախկիներին ես կողմ, հա, կամ ռուսամետ ես։ Ուղղակի, եթե դու Նիկոլի կողմնակիցը չես, ուրեմն դու ռուսամետ ես։ Ինձ անձամբ այդպիսի մեղադրանքներ հնչեցրել են։ Թեև ես այդ մարդկանց ուզում եմ ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ այն գլխարկը ցիլոն, որ դրել է ֆրֆռումը, մինչև այդ կեպի էր, հիշում եք կոլխոզնիկի։ Հա։ Ոչ վատ իմաստով, կոլխոզնիկի կեպի էր։ Հիմա էլ այդ ցիլոն, որ դրել է, դա Պոլիտբյուրոյի սովետական իշխանությունների Անդրոպով, Բրեժնև, Խրյուշով, Գորբաչով, այդ դա իրանց կեպին է։ Դա այն մեսիջն է Ռուսաստանին, որ ես Անես չի, որ շատ դեմ եմ, մեր ժողովրդի մեջ հակարևմտյան եմ հանդես գալի, հակառուսական եմ հանդես գալի, Նիկոլն է տենց ասում, արևմտամետ է հանդես գալի, բայց իրականում ցիլոն դնում է Գորբաչովի ցիլոն, Բրեժնևի ցիլոն, որը մեսիջ է Ռուսաստանին, դրանից առաջ էլ ասեցի կոլխոզնիկի կեպին էր։ Եվ սա է գուցե պատճառը, որ արևմուտքը քաջ գիտակցելով, օրինակ, գիտեք, որ այդ օրինակ վիզաների ազատականացման հարցը, որ մի երևելի հարց չէր իհարկե, բայց հատկապես արևմտյան մերները բան տես մի այլ կերպ սպասում էին, չէ, հեսա վիզաները կազատականանա, բան անժամկետ հետաձգեցին։ 2 տարի թե ինչքան մի խոսքով հետաձգեցին։ Ինչու՞, որտեղ չեն հավատում, որ Նիկոլը իրոք շարժվում է դեպի արևմուտք։ Մյուս էլի ցույց տամ մերոնց։ Ահա։ Ուրեմն արևմուտքն էլ նկատեց եւ հա կամ եվրոասոցիացիան հետ կապված այս վերջին Նիկոլի այցի ժամանակ գիտեք որ Աշոտյանը հատկապես ներկայացրել էր հիմա որ Աշոտյանի անունը տվեցիք ասեն հա տեսար դու նախկիներից ես ինչ ասեմ Աշոտյանից եմ լսել մեր այսպես սիրելի Եվրոպամետները կամ Եվրոպամերները դրա մասին չեն խոսում, ոչ էլ իշխանությունները, որ Եվրամիությունը իր ընդլայնման կամ ապագա գործողությունների ծրագրերն է հրապարակել, որի մեջ Հայաստանի հետ ուրեմն հարաբերությունների խորացման դրույթ չկա։ Այդ Նիկոլը երբ որ գնացել էր ելույթ էր ունենում, այդ ժամանակ այդ փաստաթուղթը հրապարակվում է եւ չկա։ Այդպիսի պլաններ առաջիկայում Եվրոպայի մոտ այս պլաններ չկա։ Մի խոսքով ուզում ասեմ նրանք են հասկացել, որ սա երկակի խաղաղ անսկզբունք խաղաղ։ Գիտեք, եթե դու սկզբունքային ես, քո կողմնորոշումը կարելի է լուրջ ընդունել։ Ավելի նույնիսկ եթե այդ կողմնորոշման մեջ մենք անհաշտ ենք, համաձայն չենք սկզբունքային մարդու կողմնորոշման հետ։ Այնուամենայնիվ մենք գիտենք, որ մարդու կողմնորոշում ունի։ Մեր դեպքում անսկզբունքային մարդու կողմնորոշումը ոչ մի բանի արժեք չունի։ Այսօր երթվում է Եվրոպայի անունով, վաղը նույն հաջողությամբ կերթվի Սովետ միության անունով։ Այսօր մանիպուլացնելով բացատրում է, թե ինչքան կարևոր է, չգիտեմ, անկախությունը Ռուսաստանից, վաղը նույնությամբ կասի, թե ինչքան կարևոր է Ռուսաստանի հետ մի ընդհանուր միութենական պետության մեջ լինելը։ Անսկզբունքային մարդը այդ ձևը։ Հա, ով շատ վճարեց,
կամ ով բամփեց գլխին, մի լավ մահակով տվեց, նրա կրոնն էլ կընդունի։ Իդեպ կրոնը ասեցինք ու խնդրեմ, հա, իդեպ մենք գալիս էինք Արցախի պուրակից ու հիմա, ահա, հասանք եկեղեցուն, մի խոսքով ժողովրդի մեջ այդ մոլորությունը կար, որ գիտես ինչ կա, այ նա Ռուսաստանն է մեր թշնամին, իսկ Նիկոլը Ռուսաստանի դեմ է։ Դա մոլորություն է, դա միամտություն է, ու ինձ կոնկրետ հարցնում են, այ դու ինչ ես մտածում Ռուսաստանի մասին, ինձ կոնկրետ այդ հարցն են տալի, բայց խնդիրը ինչու՞մ է, ժողովուրդ ջան, աղ դուք այդքան հասկանում եք արտաքին քաղաքականավորն է, այդ ինչ է, այդ ինչի հետ են ուտում, որ դրանով պայմանավորում եք մեր երկրի ապագան։ Աշխարհի բոլոր երկրները իրանք ներքին կայացվածության ինստիտուտների կայացվածության, հարկային համակարգ, իրավապահ համակարգ, դատական համակարգ, պարլամենտարիզմ, սենց բաների վրա են երկրի հզորությունը տենում։ Սենց բաների վրա են, չէ, հանգարցը չի բաժնեն, էլի։ Հա։ Սենց բաների վրա են մարդիկ տեսնում երկրների, պետությունների թափը, քաշը, կայունությունը։ Մերոնք ասենք, տենց մի ամիտ եկե խապսա տվե, ասում է, բանը, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ, բան ու վсё։ Մարդիկ մոռացան, տուն, տեղ, ներքին կառուցված, կամրություն, իրավապահություն, արդարություն, արդարադատություն, սոցիալական ապահովություն, 10,000 դրամ թոշակները բարձրացրել, վсё, ամեն ինչ օքեյ է։ Վերջ 10,000 դրամ բարձրացրել է, պահուստային ֆոնդի հաշվին։ Բայց որ երկիրը ասենք հարևանությամբ պատերազմա սկսել Իրանում, Ամերիկան զինված հարձակումը, օդային հարձակումը արեց ու հիմա չի կարող տակից դուրս գա, չի կարող Իրանին հանդարտացնի։ Իրանն էլ հաստատ Չինաստանով եւ Ռուսաստանով մի բան ընդ գծել է արդեն ու դիմադրում է։ Այս ամեն ինչին անհաղորդ, այսինքն եթե նույնիսկ մենք հիմա ունենք արտաքին հարցերի հետ կապված, արտաքին խնդիրների հետ կապված քննարկելու բան, ապա դա վերաբերվում է առաջին հերթին Իրանի հետ պատերազմին, Ամերիկայի։ Ուրիշ լուրջ քննարկելու բան արտաքինի վրա։ Մենք այսօր պետք չունենանք, բայց մեր ժողովրդի հետ ոչ մի բանին է։ Հետ հետաքրքիր չի։ Ինչ են անում, այն հին երկի ինչ են լսել, իրանց ինչ են վարժեցրել։ Կներեք արտահայտություն, ինչ են դրեսիրովկա արել։ Ասել են Ռուսաստան, ուրեմն մենակ Ռուսաստանից եք խոսում։ Հա, թեև ասում եմ, Ռուսաստանն պետք է որ այստեղ մենք չունենանք սուբյեկտայնություն, արևմուտքին էլ պետք է որ մենք չունենանք սուբյեկտայնություն։ Ավելի ընդգրկուն ձեզ կասեմ, թե ոնց է Ռուսաստանը մի հատ հետաքրքիր կոմբինացիա անում, սխեմա գծել, օրինակ ոնց է Զանգեզուրի միջանցքը ուղարկում Ամերիկայի տակ լեգիտիմացնում, հետ բերում ու ստեղ հեսա ձեռը դնելու է վրան, դա կտեսնեք։ Ոնց է Ամերիկայի մոտ լեգիտիմացնում, հա, Խուրշուդյաններին, այսպես ասած, ստիպում, որ գովք անեն Զանգեզուրի միջանցքի կամ իրանք ուրիշ ձև են դա անվանում, հա, Խուրշուդյանները այստեղ սիմվոլիկ կերպար է, քանի որ նա հանրային հայտնի եւ հարգարժան մարդ է, ես նրա անունը դրա համար եմ տալիս։ Հա։ Այսպես ասած մեծարում եմ, որպես մի ամբողջ քաղաքական հայացքների տեր մարդկանց նույն այդպես սիմվոլով արտահայտելով։ Խուրշուդյանները Ամերիկայի քավորությամբ միջանցքին կարծես թե արդեն դեմ չեն, քանի կար ոնց քթո է, դա մեր սուվերենությունն է։ Հեսա սիրուն Ռուսաստանը հետ կբերի, այդ հարցը կվերցի իր շեֆության տակ, ու չեմ ասում, գուշակություն չեմ անում, բայց օրինակ, այսպես խաղեր է տալի Ռուսաստանը, բազմա քայլ, բազմա բաղադրիչ, ու մեր ժողովուրդը ասես մի ամիտ գիտի թե հետա, կարևորը ասում մենք ենք մեկ էլ Ամերիկան, մինչև հիմա տենց եմ պատկերացնում, և հետ նկատեցի Վանաձորում, որ այն ամեն ինչ տեղի ունենում այդ հետ, էլի կարևորը Քոչարյանը չգա, ավելին մեզ մեղադրեցին օրինակ ինձ տղեկի աղջիկների հետեր եղել, մեղադրում են, որ դու Քոչարյանին եք ուրեմն քարոզում։ Ասում չէ, Քոչարյանի հետ կապ չունենք, տես բոլորին դեմ են։ Բոլորին։ Իդեպ
Այնպես չէ որ մարդուն ասեմ դու Նիկոլ ես ուզում ընտրես, հարի համոզեմ քեզ Նիկոլ մի ընտրի, չէ։ Առաջինը հարցնում ենք, դուք ունեք նախընտրած տեխնացու։ Եթե մարդը ունի նախընտրած տեխնացու, իր հետ խոսակցություն չեմ շարունակում։ Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, այդ մի քանի վայրկյան ժամանակը տրամադրելու համար, ու վերջ, անցնում ենք առաջ։ Իսկ երբ որ մարդը ասում է, որ ոչ, չունի նախընտրած տեխնացու, այդ դեպքում տեղեկացնում եմ, որ կա բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, լինելու է բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, եւ բոլորին դեմ եմ քվեաթերթիկում նշված է հնարավորություն կա այդ բոլորին դեմ դիրքորոշումը արտահայտել։ Եթե մարդը իրոք բոլորին դեմ է, չունի նախընտրած տեխնացու, ապա խնդրեմ։ Չասում եմ դու Քոչարյանական ես ուրեմն։ Դու ինչի՞ ես ասում բեկադրությունների չմասնակցենք։ Ասում եմ նորից, լսեք ժողովուրդ ջան։ Նիկոլականներն են ասում, դա Նիկոլի համակիրներն են, որոնք սկզբում ասում եմ ներողություն դուք ունեք նախընտրած տեխնացու, ասում եմ ոչ, ասում եմ բոլորին դեմ բան, մեկ էլ հավաքվում են։ Դա մի խանութում տեղի ունեցավ։ Հուսամ չեն նեղան այդ խանութի ժողովուրդը, որ ես դրա մասին հիմա բարձրաձայնում եմ։ Ասում եմ դու Քոչարյանին ես, կամ դու Ռուսաստանին ես, մենք էլ վերջում իմանում ա որ ու ճանաչում են իհարկե որ բժիշկ եմ եւ այլն ամոթանք են տալի ընթացքում։ Վերջում իմանում ա որ այ մարդ ես մասնակցում եմ ընտրություններին բոլորին դեմ եմ շրջանակում եւ ցուցակներում ընդգրկված եմ լինելու։ Ու սեն շվարած նայում է, ասում է, հա դու ոնց, դու փաստորեն տեխնացություն ես ներկայացնում, ասում եմ, հա, բայց էլ կարծիքով ասում ինչ է, եկել եմ ստե թուղթ եմ բաժանում Քոչարյանի համար, բայց դենց ոնց, այսինքն մարդկանց մեջ այդ տարբերակն էլ չկա, որ բացի նախկիններից եւ Նիկոլից, մեկը կարա լինի ինչ-որ, տենց ինչ-որ ֆանտաստիկ հրաշքով, մեկը կարա լինի, որ ինքը իր անունից հանդես գա, այս տարբերակը մարդկանց ուղեղում չկա։ Եթե սա դրեսիրովկա չի ժողովուրդ ջան, ասեք դրան բա ինչ է։ Ես չեմ հավատում որ մարդիկ իրանց կամքով գցե բռնե մտածե ու եկել են այն եզրակացության, որ այո, այս աշխարհում երկու քաղաքական ուժ կա, Նիկոլենք մեկ է նախկինները։ Եվ մեր ազգի արգանդը չորացել է, ուրիշ հնարավոր ուժեր հնարավոր չի ի հայտ գան։ Ես չեմ հավատում որ մարդը դա կամավորությամբ եւ սեփական վերլուծական ունակությունների շնորհիվ եկե հասել է այս մտքին։ Ես համոզմունք ունեմ, որ սա դրեսիրովկա է։ Սա մոլորեցնողների ուղղորդված աշխատանքի արդյունք է։ Մի խոսքով, նոր վերջում, երբ որ մենք բաժանվեցինք, այսպես զգացի, որ մտածելու տեղիք մնաց մարդկանց մոտ։ Ոնց որ sense մի բան եսիմ։ Ու ավելին այդ մարդկանց մեջ կար մեկը երկու բարձրագույն կրթություն ուներ։ Ով ասում էր որ քաղաքականությունը դա կներեք պոռնկություն է, մարմնավաճառություն է։ Ռուսերեն էր դա ասում, պրոստիտուցիա է։ Ասում էր քաղաքականությունը դա պրոստիտուցիա է։ Ու այդքանով հանդերձ ասում եմ ու քո տեխնացուն Նիկոլն ասում է հա։ Ասում ու ինքն էլ է տենց։ Ստե ջոգումա որ հակասություն եղավ։ Այսինքն այն ինչ բազիսային իր մոտ ֆայլ է, որ պրոստիտուցիա է քաղաքականությունը, եւ այն որ իրա որ վերադիր է դրանից, որ Նիկոլը փրկիչն է, տեր եւ փրկիչ։ Այս երկուսը իրար հետ չեն խոսում։ Ու ես ասում եմ հիմա լսի։ Դա կմնա պրոստիտուցիա այնքան ժամանակ, քանի պրոստիտուտկաներն են, քաղաքական պրոստիտուտկաներն են մասնակցում այդ process-ներին եւ ընտրություններին։ Այն պահից, որոնց կմասնակցեն բժիշկները, քաղաքականությունը կլինի բժշկություն։ Այն մարդին, որ այն պահից, երբ որ կմասնակցեն ինժեներները, այդ պահից կլինի ինժեներիա։ Այն պահից, որ դրանք կմասնակցեն աշխարհազորայինները, այդ պահից քաղաքականությունը կլինի աշխարհազորային շարժում, տեղական ինքնապաշտպանություն։ Ահա, քաղաքականությունը այն է, ինչ որ է դրանով մասնակցողը, դրա հիմնական խաղացողը։ Օլիգարխությունը, բիզնեսը, առևտուրը, եթե բիզնեսմեններն ու առևտրականներն ու օլիգարխներն են մասնակցում, ապա այո, դա առևտուր է, դա բիզնես է, դա օլիգարխիա է։ Այս ամեն ինչը կախված է նրանից, թե ով է այդ գործընթացները իրացնում, ով է մասնակցում։
ու մարդկանց մոտ այդ ֆայլը չկա, այդ միտքը չկա, որ հնարավոր է ու այդ բանի կարգին հաղորդումը տենց բան ունի, չէ՞ քի կարելի է, ոսկե ձկնիկին որ հարցնում է, քի կարելի է։ Այդտենց հաղորդում ուներ։ Ու հիմա այս ժողովրդի մեջ այդ պատկերացումը չկա, որ քի կարելի է, այո, կարելի է։ Եվ այս փոխելա պետք, կարծում եմ էլի պիտի գանք Վանաձոր մի քանի անգամ պետք է գալ, որ ժողովրդի մոտ այդ պատկերացումը առաջին փոխվի մեկ Աշխարհը Նիկոլով ու նախկիներով չի սկսում եւ ավարտվում, հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ, մեր խնդիրների հիմքում մեր արտաքին կողմնորոշումը չի, ավելին, եթե մեր ներքին խնդիրները լուծված լինեն, արտաքին կողմնորոշված հարցնել, կարելի է միշտ ժողովրդով դնել հանրակրվեի լուծել։ Մի բանին համաձայն չեմ, ոչ մի դեպքում վերպետական քաղաքական միավորի մեջ լինելը, լինի դա Եվրամիություն, թե միութենական պետություն։ Ես իհարկե արևմտյան, ամերիկյան, շվեյցարական օրինակներն են ինձ համար ոգևորիչ, մուսա հանդիսանում, եւ ամեն դեպքում, ինչքան էլ ես գիտեմ, որ երբ որ ես խոսում եմ Եվրամիությանը ասոցացվելու դեմ, վերպետական կառույց որպես, տեղում մարդկանց ուղեղում չրթիկը միանում, ասեն ուրեմն ռուսամետ է, որովհետև կրկնում եմ, այդքան է, այդ մարդկանց դրան են վարժեցրել, դրան են դրեսիրովկա արել։ Չի հավատում, դե ճիշտ անում, որ չի հավատում։ Մի հատ մենակ մի բան ասեմ, կոնկրետ իմ անունից ասեմ, որ այ հիմա հետո որ ինձ թերահավատ է վերաբերում, ես չգիտեմ իր գլխին քանի մազ կա, բայց այդ մազերից տասնապատիկ ավելի շատ մարդ իրանց կյանքն է ինձ վստահ է, ու ես 99% դեպքերում պատվազից չեմ արել։ Ահա, սա նրանց մասին, ովքեր չեմ վստահում, որտեվ ասում եմ, չեմ վստահում, չեմ ճանաչում կամ ես իմ մտքին ինչ կա։ Ավելին այն շաբաթը մի հիվանդ եմ ունեցել զորով շարով ամիսը 70,000 դրամ աշխատավարձ եմ ստացել որպես բժիշկ ու ատկատով չեմ աշխատել։ Դա էլ է տենց, այսինքն կարակետի ճշտեք էլի գոլեգաներս, անգիր եմ գիտեն, անգիր, ուղն ու ծուծով են ճանաչում։ Կարակետի ճշտեք։ Ու ես հասկանում եմ դուք ձեր բարոյականով եւ ձեր միջավայրում մի քիչ այդքան էլ թերահավատների մասին եմ ասում։ Մի քիչ այդքան էլ ձեր այդ ծրագրերի մեջ, պրոցեսերի մեջ չի տեղավորվում այդ պահը, ոնց կարա մարդը չխափի, չգցի, սկզբունքային լինի, չգիտեմ որ չի տեղավորվում, բայց ժողովուրդ պատկերացրեք, տենց պատահում է։ Իմ կյանքում շատ է պատահել, շատ։ Ու ես այդպես մարդիկ էլ տեսել եմ, ճիշտ է, այդ մարդիկ Forbes-ի ցուցակում չեն, այդ մարդիկ գործադիրի ղեկավար չեն, բայց այդ մարդիկ կան։ Առնվազն մեր դատավորների մեջ հիմա տես մարդիկ կան, արդեն նկատել եմ, արդեն տեսել եմ, որ կան այդպիսի մարդիկ մեր դատավորների մեջ, ու այդ մարդկանց այդ դատավորներին, էլի այդ դրեսիրովկա արած զանգվածները, ուղղակի նրանց արդար անկախ որոշումները սկսում են փդովել, եթե դա իրանց թիմային կամ կուսակցական շահերի հետ չի բռնում։ Հիմա մտել է եկեղեցի, իմանալով, որ այնտեղ իրան չեն սպասում։ Մենակ չասեք, որ Աստծո տունն ամեն մեկը կարա մտնի բանման։ Ու այդ հեքիաթ հնձիչ պատմեք։ Ես այդքան ռոմանտիկ չեմ այդ հարցերում։ Մարդը կոնկրետ գնացել է ցույց տալու համար, որ ինքը կարա Երևան քաղաքի մեջ, որտեղ ուզի մտնի, որտեղ ուզի դուրս գա ու ամենտեղ իրան ջերմ ընդդելության կարժանանա։ Եվ ահա թիկնապահներով մարդը գնում է, եւ ամենևին ջերմընդունելության չի արժանանում։ Հա։ Ինչ թվում է ոչ թե պետքա իրավապահները թևերը օլորեն ու տանեն այն հայորդիների, ովքեր սկզբունքայնություն ունեն եւ համբերություն չունեն այդ սկզբունքայնությունը իրանց մեջ պահելու, զսպելու, ստիպված արտահայտվում են, պետք է այդ մարդկանց իրականում շնորհակալություն հայտնել, որ գործադիր իշխանության ղեկավարին ոնց որ հակակշիռ են հանդիսանում, քանի որ պարլամենտը չի դառնում նրան հակակշիռ, դատական համակարգը հակակշիռ չի, սուբսիդիարության սկզբունքով վերտիկալը մարզային տեղական ինքնակառավարման հակակշիռ չի, ժողովուրդն էլ հիասթափված հուսալքված հակակշիռ չի,
Հակակշիռը այն երիտասարդը, ով եկեղեցու մեջ ասում է սատանա, դուրս արի ստեղից։ Ուզած չուզած, ու դա արդար է։ Դա արդար է, ինչքան էլ լայվեր անեք, ինչքան էլ ստատուսներ գրեք, թե իբր այսինչ ոտնձգություն է մեր Տեր եւ Փրկիչ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Ձեր Տեր եւ Փրկիչ Նիկոլ Փաշինյանի հարցերը ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Հարցերը կտեսնեք ոնց է լուծվում, երբ որ ինքը այլևս իշխանություն չլինի։ Այսինքն մի տարբերակ կա, փախնելու է, Հայաստանում չի կարա, երբեք նա Հայաստանում չի կարա ապրի նորմալ հանգիստ կյանքով։ Չի կարա։ Բացառված է։ Ախրանիկներով շրջապատված չլինի, նա Հայաստանում չի կարանալու ապրել, նա փախնելու է։ Փախնելու է, որ փրկվի։ Ոնց որ Ասադը կամ չի փրկվելու, ոնց որ արաբական աշխարհի մյուս դիկտատորները։ Եվ այն, որ Հայաստանում արաբական դիկտատորայի պես չի վիճակը, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի շնորհքն է, այլ առաջին հերթին Սերժ Սարգսյանի ժամանակ քաղաքացիական հասարակության ակտիվությունը, Սերժ Սարգսյանի տոլերանտությունը, հասարակական տարբեր շարժումների նկատմամբ սա բերեց Հայաստանը մի վիճակի, այսօր իդեպ այդ հարցը տվել եմ, հեսա կասեմ, որ բերեց մի վիճակի, որ արդեն Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնելուց կամ ստանալուց հետո բան եղավ, այլևս Նիկոլը չէր կարա պլանկան իջացներ, ժողովրդավարության պլանկան։ Մի քիչ էլ բարձրացեց ու թողեց այտենց։ Հասկանում եք, դա իր շնորհքը չէ, ուրիշ ձև չէր կարա աներ։ Թեև եթե շարունակի եւս 5 տարի եւ դրանից հետո եւս 5 տարի, ապա կամած դիկտատուրան կդառնա սովորական բան, կամած միանգամից դա չի լինի։ Այսօր մի բան էլ ասեմ, այդ ժողովրդից այսպիսի հարց տվեցին, դուք ասում եք կարայիք Սերժ Սարգսյանի ժամանակ sense բան անեիք, ինչ ենք անում, փողոցներում քայլում ենք, իրազեկում ենք, հարց ու փորձ ենք անում եւ թերթիկ ենք տալիս, բոլորին դեմ եմ, ձեզ ցույց տվեցի արդեն։ Հա, ասում եմ Սերժի ժամանակ կարայիք դուք sense բան անեիք։ Ու ես իրան այս հարցը տվեցի։ Այդ քաղաքացին։ Ասեցի ներողություն։ Արդյոք հեղափոխությունը Սերժի ժամանակ տեղի չունեցավ։ Այսինքն մարդիկ Սերժի ժամանակ նույնիսկ հեղափոխություն կարային անեին, թերթիկ բաժանել ինչ էր չանեին։ Սա հիշեք, ժողովուրդ, դες կթվա, որ ինչ-որ դեմոկրատական մի բան կա, որ իբր թե Նիկոլի շնորհիվ է, հա, բարեբախտաբար Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, բարեբախտաբար ես կարամ sense խոսամ ու ինչ չեք ասի, որ հիմա ես Սերժի գովքն եմ անում կամ Սերժի մարդն եմ, բայց ընդունեք, եթե փաստերի հետ ուրեմն մեծ խնդիր չունեք, ընդունեք այն հանգամանքը, որ Սերժի ժամանակ նույնիսկ հեղափոխություն եղավ։ 10 հոգով Գյումրիից եկան ու հեղափոխություն արին։ Հələ գնացեք մի հատ աշխարհում տեսեք հեղափոխությունները ոնց են սկսում ու ոնց են շարունակվում, ու հանգարց մեր մոտ 10 հոգով եկան արին։ Հա, Նիկոլի ժամանակ կարան 10 հոգի Կիրովականից հիմա քայլելով գանք։ Հա, հարազատս ոնց է։ Ասեն դոկտորը մտել է հագինը ինչ են կարելի։ Հա, ցավտան։ Բանա։ Կարանք հիմա մենք sense մի 10 հոգով Կիրովականից քայլելով գանք ու հեղափոխություն անենք։ Կարանք։ Գալի տենց։ Հենց բոլորեն կտանեն, որ էլ դուս ու ցանկացած լիդերի, ով հատկապես օրինակ Միքայել Աջապարյանը Սուրբազան, մարդը բնածին լիդերը, թեև քաղաքականության մեջ, բայց նույնիսկ նկատելով, որ Միքայել Աջապարյանը այսինքն հաշվարկել են, կարա հանգարց ու հանգարց իր շուրջ համախմբի բավականին մեծ զանգված, տարան փակեցին, փորձեցին եկեղեցին տապալել կաթողիկոսին ու եկեղեցին։ Նրանց խնդիրը կաթողիկոսը չի, նրանք ուրախ են, որ մենք ունենք, կներեք, ապիկար կաթողիկոս։ Հա, իմ կարծիքով մեր կաթողիկոսն ապիկար է։ Հա, բայց կաթողիկոսի ինստիտուտը դրանից չի դառնում, դրանից չի նսեմանում կաթողիկոսը որպես ինստիտուտ, կաթողիկոսական աթոռը, գահը, դրանով չի նսեմանում։ Դրանով այդ մարդն է նսեմանում, ոչ թե կաթողիկոսի ինստիտուտը։ Ահա
Որոշել են ինտենց եկեղեցին ծալեին տակով անեն, չստացվավ, հակառակ սուց հարցումները ցույց են տալի, որ եկեղեցու ռեյտինգը մի բան էլ բարձրացավ։ Բա պատկերացրեք այդ իրանց այդ խուժան շարժման ժամանակ տիրադավ, ինչպես ասում են, շատ ճիշտ են ասում, այդ տիրադավ շարժման ժամանակ պատկերացրեք Աջապահյանը ազատության մեջ լիներ։ Կարային նրանք թպրտային, իհարկե ոչ։ Ահա Սերժ Սարգսյանի ժամանակ իրանք կարացան հեղափոխություն անեին։ Այդքան իրանք թույլ էր տրված։ Եվ դա միայն թույլ էր տրված։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը իր բոլոր սրբություններով երթվա, դա սփապիղծը ինչ երթվա։ Բայց եթե նույնիսկ իր բոլոր սրբություններով երթվա, որ հեղափոխությունը իրան նվեր չէր, կոնկրետ խնդիր լուծելու համար, որը ինքը գերակատարեց պլանը, ես մեկը չեմ հավատա։ Եվ հուսամ դուք էլ չեք հավատա, հարգելիներս։ Թեև շատ մեր ընկերներ այդ հեղափոխական գործընթացի մեջ են եղել, ես ինքս հեղափոխության չեմ մասնակցել։ Շատ մեր ընկերներ հեղափոխական գործընթացի մեջ են եղել։ Մի հատ էլ էսի ցույց տամ։ Ես չեմ հասկանում, ինչի եք օրինակ հասարակական վայրը բանը, կեղտոտում ձեր չգիտեմ ինչերով այ մասը։ Էս ինչ է համար նախատեսված շունը։ Իրազեկման, հա, այս սպիտակը ծածկում եք սենց գեղեցիկ կարմիրով, հա, բայց հետո կգաք կջնջեք օրինակ էսի։ Հիմա հետո էսի մնալու է սենց սպիտակի սենց տգեղ երևա։ Խոստանում եք որ կգաք կմաքրեք։ Խոստանում ես։ On կոնկրետ է ստոլբը հա։ Այս ստոլբը դու ես խոստանում։ Ահա։ Հա։ Որում բարակը շատ արած։ Լեչեր, իմացեք ժողովուրդ, լեչեր։ Հա, մեր ուրեմն իրազեկման ակցիան հարու տես ինչ ես անում։ Ինչ անեմ, Ոնց տեր եղի։ Ինչ ասեմ։ Մի խոսքով ջերմ ողջուններս Վանաձորից, եթե ինչ որ տես մեծ ասելիք ունեմ, հա Ամերիկայում էլ իրար խառնվել, սրան էլ անդրադառնամ, no king, այսինքն ոչ թագավոր։ Գիտեք խի, որտեղ ովքեր այդ նախաձեռնել են այդ շարժումը, քաղաքականապես հասուն են։ Տեսեք շատ արագ այդ մարդիկ եկան այն մտքին, որ Թրամփը եթե ուզում առանց կոնգրեսի պատերազմ անի, ծավալվի մարտական գործողությունների Իրանի դեմ, ապա դա թագավորը կարա տես բան անի։ Միայն թագավորը կարա իրան տես բան թույլ տա, թագավորը նույնիսկ սահմանադրական միապետություններում չի կարա տես բան անի։ Բայց բացարձակ միապետության ժամանակ կարա տես բան լինի, որ գնա պատերազմով Իրանի դեմ առանց կոնգրեսի հավանության արժանանալու։ Եվ խնդրեմ, no king շարժումը տարբեր նահանգներում, տարբեր քաղաքներում ու գրագետ ձևակերպած, որտեղ մարդիկ գիտեն ինչա գործադիր իշխանությունը, ինչա պարլամենտարիզմը եւ օրենսդիր իշխանությունը։ Գիտեն հայերը ինչին ա պետք, կայմար դզված լրված ենք, մեր ինչին ա պետք։ Հայերը այդքան էլ հաղորդակից չեն այդ ամենին։ Մենք փորձում ենք քարոզել, փորձում ենք ներկայացնել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է, քաղաքացին մոտենում, ասում է կոշիկիս շնորը կարճ է, կտրվել է։ Ինչ անեմ, վարչապետ ջան, մի բան արա։ Պրավես վերցրեն, ինչ անեմ, պրավա ընձի, զիչեք, ներեք։ Գործադիրի ղեկավարը մի շրջանակ ունի անելիքների, սահման, ներքին եւ արտաքին անվտանգություն։ Վերջ։ Գործադիրի ղեկավարը դրա համար է։ Մնացած ֆունկցիաները երկրում կատարում են այլ պաշտոնյաներ, որոնք աշխատավարձ եւ պարգևավճարներ են ստանում, միլիոնավոր դրամներ, տասնյակ հազարավոր դոլարներ եւ մի քանի տարվա մեջ դառնում են հսկայական բնակարանների, առանձնատների եւ այլի տեր։ Եվ մի պրիմիտիվ բան էլ մեր ժողովրդի մեջ, որ ամեն ինչ համատում են անցյալի հետ։ Ասում եմ կլինի Շվեյցարիայի հետ համատենք, ոչ թե Սերժի Հայաստանի կամ Քոչարյանի Հայաստանի։ Գլուխները չի մտնում տես բան։ Այն էլի այդ բանի հաղորդումն է, կարգին հաղորդում։ Խի կարելի է։ Բախի չի կարելի։ Խի չի կարելի։ Կարանք համեմատենք Շվեյցարիայի հետ, կարանք մեր համար պատկերացրեք, այս բիթն էլ ասեմ ու սրանով ավարտեմ։ Պատկերացրեք մենք այսպիսի մի հատ ազգային սնապարտության, այդ կեղծ փառասիրության մի այսպիսի բան ունենք, որ մենք բոլորից լավն ենք։
Մենք սրանից լավն ենք, մենք նրանից լավն ենք, ամբողջ ազգերը հայերից են առաջացել, գիտգրականությունը հայերից է առաջացել։ Մենք գաղտնի կորցված իմաստություն ենք ունեցել սաղ աշխարհները հիմար էին, սաղ ժողովուրդները հիմար էին, մեզից են խելքարել։ Այսինքն աղբող բան կա, չէ՞, պատկերացում կա։ Հիմա պատկերացրեք, մենք մեր մեջ մի հատ ուրիշ պատկերացում դնենք, ոչ թե որ մենք բոլորից լավն ենք, դա եկեք թողենք մի կողմ։ Չէ, բոլորից լավը չենք։ Այլ եկենք մտածենք ստենց։ Մենք ումից ենք պակաս։ Այդ տենց էլ եկեք, մենք համեստ խոհեմ, եկեք այդպես մտածենք, իսկ մենք ումից ենք պակաս։ Որովհետև երկու տարբերակ կա, կամ մենք սաղից լավն ենք, կամ բանը Նիկոլը Սերժից լավն է։ Չէ, մենք սաղից լավը չենք էլ եղել երբևէ։ Նիկոլն էլ Սերժից լավը չի, բայց մենք ազգովի ումից ենք պակաս։ Շվեյցարացուց պակաս ենք, Ֆինլանդիայի ժողովրդից, ֆիններից պակաս ենք, ջերմանացուց պակաս ենք, ճապոնացուց պակաս ենք։ Պարտված երկրներ ասեցի իդեպ, բացի Շվեյցարիայից։ Ումից ենք պակաս, այ մարդ։ Կարանք սենց մտածենք։ Կարանք այս հարթություն տեղափոխենք մեր ախորժակը, ճաշակը։ Ճաշակ վերցնենք, ասենք ճապոնացիներից, շվեյցարացիներից, գերմանացիներից, ֆինլանդացիներից, դո լավ, չեղաստեղ իտալացիներից, հա։ Կարանք։ Կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Ուրեմն եկեք մտածենք, մենք ումից ենք պակաս։ Ոչ թե Նիկոլը Սերջից լավն է, թե վատն է։ Բրուսլին է ուժեղ, թե Չակ Նորիսը։ Չէ, ավելի հասուն։ Մենք ումից ենք պակաս։ Ինչի պետք է հիմա այս Վանաձորը ցույց տա։ Լավ, անպամած վիճակը հələ ոչինչ, հա։ Մանկական հրապարակա։ Ահա, Անդրանիկի արձանը։ Ցույց տամ։ Ահ։ Խոխած սալահատակն արած էս բուրջուրները նայեք, հա։ Այնտեղ էլ Սամվել Կարապետյանի պաստառը։ Ահա, լիճը ցույց տամ։ Նա դες լճի վիճակը նայեք։ Հա, իդեպ բազմաթիվ քաղաքացիական համազգեստով օրգանի աշխատողներ ենք նկատում, հա ոնց ենք իմանում հայացքից, հոտը գալիս, հա։ Հիմա մտեք մի հատ գրեք շվեյցարական երրորդ քաղաքը որն է կամ Գերմանիայի երրորդ քաղաքը որն է։ Դա դրեք ունդեղի վիդեոները նայեք, ունդեղի պատկերները նայեք։ Կարանք սրա մասին մտածենք։ Վանաձորցին կարա սրա մասին մտածի, ոչ թե Ռուսաստանը, սա Ռուսաստանն է մեղավոր։ Մենք հեչ մեղավոր չենք։ Սա ուրիշներն են մեղավոր, մենք մեղավոր չենք։ Նու թերևս այսքանը ժողովուրդ, եկեք այս հարցով էլ ավարտենք այսօրվա մեր այս պահի լավ մեր եթերը գիշերը չգիտեմ իրիկունը եթե դուրս կգամ մենք ումից ենք պակաս եկեք սա որոշենք ոչ թե սեպտեմբերին պատերազմ կլինի թե չի լինի մի բուտիլովշիկ մի քար գցեց հորը 1000 խելոք իրանց գործ կթան շնորհակալություն ուշադրության համար խնդրում եմ տարածեք այս նյութը խնդրում եմ ճիշտ է երկար ակ միգուցե մի քիչ ձանձրալի լինի բայց տարածեք այս նյութը շնորհակալ եմ ահա հաջող արեք Elə Samvel Karapetyanın Gahli Govazd Meğadrek mes Samvel Karapetyanın Hasa Aha Ay esamer Niştor handipum